Երևանն այսօր տոնում է հիմնադրման 2807-ամյակը, այդ առիթով Հայաստանի մայրաքաղաքին հղած ուղերձում ազգային բարերար Սամվել Կարապետյանը նախ խոսում է այսօրվա Երևանի մասին, որն իր հարմարավետությամբ, էկոլոգիայով և զարգացման ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։ Սամվել Կարապետյանը մատնանշում է մի շարք խնդիրներ, այդ թվում ճարտարապետական տխուր բազմաճաշակությունը, մեծ այգիների բացակայությունը և անբավարար տուրիստական ենթակառուցվածքները։ Գործարարի բառերով, քաղաքի զարգացման ցուցանիշը չպետք է լինեն ասֆալտի աշխատանքներն ու ավտոբուս ձեռք բերելը, քանի որ դա իրական զարգացման հետ կապ չունի։ Ըստ Կարապետյանի, մեր ձևով շարժումը շուտով կառաջարկի լուծումներ, որոնց նպատակն է Երևանը դարձնել տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն, որը հայտնի կլինի իր միջազգային համալսարաններով և բարձրակարգ բժշկությամբ։ Սամվել Կարապետյանը խոստանում է խոշոր ներդրումներ, որոնք Երևանը կվերածեն շքեղ մեգապոլիսի։ Ծրագրվում է վերափոխել շենքերի բակերն ու ճակատները, ապահովել մատչելի տրանսպորտ և արդիականացնել բնակարանային ֆոնդը։ Կարապետյանն ասում է, իր նպատակն է անել այնպես, որ Երևանից ստացվող նորությունները վերաբերեն ոչ թե կրպակների քանդմանը, այլ զարգացման նոր նվաճումներին։ Անելու ենք մեր ձևով, եզրափակում է ուղերձը Սամվել Կարապետյանը։ Երևանի վերակառուցման Սամվել Կարապետյանի ուղերձի մասին Ռուզարմինֆոն զրուցում է մեր ձևով շարժման անդամ Աշոտ Մարկոսյանի հետ։ Նա նշում է մի քանի հիմնական խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծվեն Երևանում՝ վթարային շենքեր, էկոլոգիա, եւ ասում, թե ինչպես է պատկերացնում դրանց լուծումը մեր ձևով շարժումը։ Խորհրդակցում ենք շատ տարբեր մասնագետների հետ, այդ թվում նաև ուրբանիստիկայի գծով մասնագետների հետ, եւ պետք է առաջարկենք Երևանի համար այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն մարդկանց համար կյանքի բարձր որակ մեր քաղաքում։ Մենք մշակելու ենք տարբեր մասնագետների հետ խորհրդակցելով Երևանի զարգացման հայեցակարգ, որը պետք է ներառի այս բոլոր խնդիրների, ես ուղղակի մի քանիսը նշեցի, բայց այդ խնդիրները բազմաթիվ են, պետք է ներառեն այդ հայեցակարգը, պետք է ներառի բոլոր խնդիրների հնարավորինս ամբողջական լուծումների փաթեթ։ Այս շաբաթ մեր ձևով շարժումը մարզային երկրորդ գրասենյակն է բացում։ Առաջինը Գյումրիում էր, երկրորդը Սևան քաղաքում։ Թողարկել սկսվի նոր ճանապարհ նվաճումներով, միասնական նպատակի իրականացմամբ ու համատեղ հաջողություններով, որոնք անպայման կերտենք մեր ձևով, հավատով, սրտով եւ վարությամբ։ Հանդիսավոր բացումից հետո շարժման անդամները համակարգող Նարեկ Կարապետյանը շփվում են բնակիչների հետ, ներկայացնում Հայաստանի այս տարածաշրջանի զարգացման իրենց ծրագրերը։ Մեր առաջարկը ինչն է, բարդ է լինելու, դժվար է լինելու, բայց պետք է Սևանա լիճը մենք իր ուղղությամբ կարողանանք օգտագործենք։ Առաջինը մի մասը բաժանենք տուրիստականի ու լուրջ զբաղվենք նրանով, որ սեզոնը երկարի։ Հիմա որ ասել եմ, ներկայացրել եմ մի անգամ, որ պետք է ձմեռը ինչ որ զբաղմունք լինի, որ ձմեռն էլ հյուրանոցներ, մարդ կա, տուրիզմ լինի ինչ որ ձև։ Շատերը ասում են, բայց ձմեռը ցուրտ է, Սևանը քամի է, բանա, բայց ձմեռը ցուրտ է լինում։ Մյուսը ձկնաբուծությունն է։ Հայաստանում Սևանի տարածաշրջանը զարգանալու ճանապարհը Սևանա լիճը ճիշտ օգտագործելն է ու ինչ որ արտադրություն Սևանի մեջ ունենալն է։ Այցելում են նաև Սևանի 5-րդ Ծովագյուղին պահում է Սևանի տարածաշրջանի գյուղերին, պահում է ծովը, Սևանը։ Մինչև հիմա պետությունը ամեն ձև սահմանափակում է ձկնորսությունը, ինչ որ ձև պրոբլեմներ է ստեղծում ժողովրդի համար։ Ու իրանց կարծիքով խնդիրը այն է, որ ձուկը քչանում է, պրոբլեմ կա։ Մեր առաջարկը ինչն է։ Ձկնաբուծարան Սարքում ենք ձկնաբուծարան, Սևան ազգային պարկը պետք է մի հատ ձկնաբուծարան ունենա, որ ձուկ լցնի, որ հնարավորություն ունենա
նորմալ ձգնորսությամբ զբաղվեք։ Երկրորդ բանը, որ տեսնում ենք, այն հատվածները, որտեղ էկոլոգիայի խնդիր չկա, տեսնում ենք, որ թույլ տրվի գյուղացիներին իրանց ձկնաբուծարանները սարքեն կամ ջուրը վերցնեն։ Էդի պետքա էկոլոգների հետ խոսանք, որ ասեն, էդի որն է ավելի ճիշտ, կամ մեջը անեն։ Սես երգի կտարդը, որ ազգիման լավյանը, այդ մարդես ազգի տշտամի է։ Որ նախպեր ազգը ուդմ է, ու պետանամ ազգի լավն է։ Ես շատ դժգոհ եմ, որ կալանավորեր են, ես կուզեի ինք ազատել եմ։ Երբ մեր հարգարժան Սամվել Կարապետյանը խոսեց մեր հոգևորականների հանգիստ թողելու մասի, այս մեր ձևով բառը մեր գյուղին էլ է հարիրել, մենք էլ ենք ասում մեր ձևով։ Այդ մեր ձևով բառը չի նշանակում հանցագործություն կամ էլ չէ, եթե դենցել էր ծովագյուղում մարդ չդելն է։ Աշխարհում մեկ հազարատ զավոդներ եք սարքել, տրանսֆորմատորի զավոդ, կաբելի զավոդ, այդպիսների զավոդ, ես ինչ զավոդներ։ Մի հատ էլ մենք պահանջում ենք, ես գեղին արաղի զավոդ սարքել։ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը նոր հայտարարություն է տարածում, ընդգծելով իր պաշտպանյալի դեմ հարուցված գործի քաղաքական բնույթը։ Փաստաբանը թվարկում է մի շարք կարևոր ցուցիչներ, որոնք իր պնդմամբ վկայում են, որ գործը ոչ թե արդարադատության մասին է, այլ քաղաքական հաշվեհարդարի։ Ըստ Ամստերդամի, գործը նախաձեռնվել է գլխավոր դատախազի կողմից, որի սերտ կապերը վարչապետի հետ ըստ փաստաբանի կասկածի տակ են դնում դատավարության անկախությունը։ Որպես մեկ այլ փաստարկ, նա նշում է վարչապետի անձնական ներգրավվածությունը, պնդելով, որ գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային հայտարարություններով փորձում է ուղղորդել գործը, ինչն անթույլատրելի է իրավական երկրներում։ Ամստերդամը նաև անդրադառնում է կալանքի հիմքերին, դրանք համարելով անօրինական։ Նա պնդում է, որ Կարապետյանին վերագրված խոսքերը չէին կարող կալանքի պատճառ դառնալ եւ որ միջազգային իրավական պրակտիկայում ինքը նման նախադեպեր չի հիշում։ Ամփոփելով Ռոբերտ Ամստերդամը եզրակացնում է, որ այս բոլոր ցուցիչները միասին վկայում են գործի քաղաքական դրդապատճառների մասին։ Ողջույն սիրելի հայրենակիցներ։ Գործարար Սամվել Կարապետյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը քաղբանտարկյալներ են համաձայն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի 2012 թվականին ընդունված 1900 բանաձևի, հիշեցնում է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանը։ Նրա խոսքով բանաձևը հստակ սահմանում է քաղբանտարկյալի կարգավիճակի չափանիշները։ Այս գնահատականը հիմնված է այն փաստարկի վրա, որ նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումը պայմանավորված է իրենց արտահայտած քաղաքական հայացքներով եւ ոչ թե կոնկրետ հանցագործություններով, նշում է Մարուկյանը։ Պարոն Մեսրոպյան, անդրադառնանք հեցին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության դեմ հարուցված վարույթի եզրակացությունը պատրաստ կլինի նոյեմբերի 18-ին։ Ֆակտոր TV-ի հետ զրույցում հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Վարույթի հնարավոր երկու ելք կա՝ կամ լիցենզիայի դադարեցում, կամ գործի կարճում, ասել է Մեսրոպյանը եւ հավատացրել, որ հանձնաժողովի որոշման վրա չի ազդելու Հայաստանի վարչապետի հայտարարությունը հեծն ազգայնացնելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին հայտարարեց, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացման գործընթացը արդեն սկսվել է։ Սա ինչ է նշանակում, երբ որ վարույթը դեռ շարունակվում է, պարոն Մեսրոպյան։ Ես արգանքում եմ մոտենում մեր երկրի ղեկավարի հայտարարությանը, բայց ինքը քաղաքական գործիչ է եւ քաղաքական հայտարարություն է արել, իսկ մենք մեր գործն ենք անում, մենք վարույթը կտանենք մինչև վերջ եւ կպարզվի այն, ինչ կպարզվի։ Սա արդեն իսկ ուղղորդում չէր։ Բացարձակ, ինչ ուղղորդում։ Բացարձակ։ Դե Նիկոլ Փաշինյանը արդեն երկու սցենար ներկայացրեց, ասում է կամ կազգայնացնենք ու կհանձնենք
առաջատար ընկերության, որը զբաղվում է էներգետիկ այդ ոլորտի կառավարման, այսինքն արդեն իսկ Արեք ջան, ըստ էության ես պատասխանեցի ձեր հարցին, անցնենք հաջորդ հարցերին։ Չուղղորդեց բան Ոչ, չուղղորդեց։ Ոչ։ Ում ուղղորդեցի։ Ես դուք ինձ հարց եք տալիս։ Որ հանձնաժողովի նախագահն եք։ Հա, հետո ինչ անենք։ Հանձնաժողովի նախագահը պարտադրված չի քաղաքական հայտարարությունների ազդեցության տակ որոշումներ կայացնելու։ Հանձնաժողովի նախագահ եւ հանձնաժողովը պարտավոր է մանրամասն ուսումնասիրել վարույթը, հասկանալ իրականում ինչ է կատարվում, հայտնաբերված հնարավոր խախտումները արձանագրել եւ դրա հիման վրա, եթե կլինեն այդպիսի խախտումներ, որոշումներ կայացնել։ Այսինքն, պարոն Մեսրոպյան, դուք վստահեցնում եք, որ հանձնաժողովը չի գնա այնպիսի ճանապարհով, որը վերջում Նիկոլ Փաշինյանի նշած սցենարները իրականություն կդարձնի։ Նիկոլ Փաշինյանի սցենարները ես չեմ քննարկում, ես քննարկում եմ վարույթի հնարավոր ելքերը։ Իսկ վարույթի հնարավոր ելքերը երկուսն են, կամ պետք է վարույթի արդյունքում ամփոփվելուց հետո քվեարկվի կոլեգիալ մարմինը եւ որոշի լիցենզիայից զրկել, կամ լիցենզիայից զրկելու հիմքերի բացակայության պարագայում վարույթը կարճվի։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարում է, որ արդեն ազգայնացման գործընթաց է սկսվել, դուք արդյոք այնպիսի եզրակացություն չեք կայացնում, որ վարչապետի պատկերացում։ Եվս մեկ անգամ ասում, ոչ։ Բայց դուք նախկին քրթական եք, պարոն Մեսրոպյան։ Ինչ կապ ունի։ Կուսակցական կապեր ունի։ Նռանյան Արոնել նախկին դաշնակցական է, ինչ կապ ունի։ Նարեկ ջան։ Եվ հանձնաժողովի նախագահ չի։ Ինչ կապ ունի։ Կոլեգիալ մարմին ընտրություններում ամեն մեկը մեկ ձայնի իրավունք ունի։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իրավապահ համակարգում քննարկվում է գործարար ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երրորդ անգամ երկարացնելու հարցը։ Նրա կալանքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին։ Ակնկալվում է, որ քննչական կոմիտեն կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը դատարան կներկայացնի առաջիկա երկուշաբթի։ Ըստ թերթի, գործարարին առաջադրված փողերի լվացման եւ հարկեր չվճարելու մեղադրանքները դատական նիստերի ընթացքում չեն հաղթահարել հիմնավոր կասկածի շեմը։ Դատավոր Տիգրան Դավթյանը հիմնավոր կասկած գտել է միայն մեկ դրվագում, որը վերաբերում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ բռնաճնշումներին մեր ձևով պայքարելու Սամվել Կարապետյանի խոսքին։ Ժողովուրդ օրաթերթը նաև գրում է, որ ըստ իր տեղեկության գործով փաստացի քննություն չի իրականացվում եւ գործարարը ամիսներ շարունակ կալանքի տակ է գտնվում բացառապես իր արտահայտած կարծիքի համար։ Կբավարարի դատարանը Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու նոր միջնորդությունը, պարզ կդառնա առաջիկա օրերին։ Սամվել Կարապետյանի նման մարդիկ
չի արել։ Դա շատ սխալ է։ Այդ մարդը մեր ժողովրդին շատ հնարավոր է։ Հարգելի արցախցիներ, բազմից խոսել եմ Սամվել Կարապետյանի իրականացրած բարեգործական ծրագրերի եւ դրանց կարեւորության մասին, հորդորելով դրանք չմոռանալ ու չանտեսել։ Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարում է մեր ձևով ժողովրդական շարժմանը միանալու իր որոշման մասին։ Նա նշում է, որ կհամակարգի արցախցիների համար բացված գրասենյակի աշխատանքները, որտեղ կքննարկվեն նրանց ուզող հարցերն ու խնդիրները։ Երիցյանը շեշտում է Սամվել Կարապետյանի իրականացրած բարեգործական ծրագրերը չմոռանալու կարևորությունը եւ կոչ է անում միասնական լինել, ընդգծելով, որ միավորվելու եւ միասնական լինելու հնարավորությունն արդեն կա։ Մեր ձևով շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը Ամեկ Պլյուսի հետ զրույցում մեկնաբանում է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, անդրադառնալով առանցքային փոփոխություններին, տնտեսական աճի կանխատեսումներին եւ բյուջեի դեֆիցիտի հարցին։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտարարել է, որ 2026-ի բյուջեն մեջբերում երջանիկ եւ դիմակայուն հասարակություն ունենալու մասին է, բայց բյուջեով նախատեսված ծախսերը, որոնք գերազանցում են եկամուտներին, արդյոք երջանիկ ու դիմակայուն կդարձնեն հասարակությանը, որի հաշվին կառավարությունը նոր պարտքեր է վերցնելու թերակատարումից խուսափելու համար։ Քանի որ արդեն հաստատվել է, որ բյուջեի դեֆիցիտը 537 միլիարդ դրամ է լինելու եւ չի հայտարարվել նոր հարկերի բարձրացման մասին, կարծում եմ, որ դա լինելու է նոր պարտքի ավելացումով։ Փաստացի թե ինչքան կլինի, արդեն պարզ կլինի 2026 թվականի բյուջեի կատարողականի ամփոփման ժամանակ, բայց չեմ կարծում հենց 537 միլիարդ դրամ պարտք կվերցնեն, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը 300-ից 400 միլիարդ դրամի պետական պարտքի ավելացում եմ կանխատեսում։ Հայաստանում ժողովրդագրական սուր ճգնաժամին լուծումներ գտնելու համար այս շաբաթ հավաք են հրավիրում մեր ձևով շարժման կանայք, հնչեցնում ահազանգ եւ լուծում առաջարկում։ Երկրում բնակչությունը ծերանում է, ծնելիությունը անկում ապրում եւ այս ամենը բազմացող հարևանների ֆոնին։ Երբ որ մենք տեսնում ենք մեր հարևաններին, իրենց ժողովրդագրությունը ինչպիսի տեմպեր է գրանցում, այնպես որ սա այսպիսի շղթայական ռեակցիայով մենք հասնում ենք միայն կետի, որ կնոջ դերի ընտանիքում իրական հայկական ավանդական ընտանիքում իր դերը պետք է ունենանք, գնահատենք եւ այդպեսով առաջ շարժվենք։ 2020 թվականին Հայաստանում ծնվել է 36041 երեխա, 2024-ին 33600։ Ծնելիության անկման պատճառներից նշվում է, որ ծախսերն ավելացել են, վաստակածը քիչ է։ Ընդգծվում է, որ 21-րդ դարում երեխա պահելը միայն կերակրելն ու հագցնելը չէ, ինչը մեծ խնդիր է դարձել շատ ընտանիքների համար։ Պետությունը շատ բան պետք է վաղուց արածներ, որ մինչև հիմա չի արել։ Մենք փորձում ենք հասկանալ, թե որ ճանապարհով ինչպես կարող ենք այդ բացերը լրացնել ավելի ամուր երկիր ունենալու համար։ Հաջորդ ահազանգը կանայք բանտվում են Հայաստանում, մյուս կանայք անտարբեր են դրան։ Որպես վառ օրինակ նշվում է ակտիվիստ Լիդիա Մանթաշյանի բանտարկությունը։ Այս իրավիճակում մենք հենց գալիս ենք այն խնդրին, որ կանանց սոլիդարությունը զրոյական մակարդակի վրա է հասնում, երբ որ մենք ունենք կին քաղբանտարկյալ այսօր։ Շուտ կա, շուտ պրգեմ ես ես ճիրաններից, ես ինչ է մեր վիճակը։ Փոխանցեք եմ խոսքերիս, Գյումրու ծեր մանգաբաշ։
Գյումրեցի տարեց մանկավարժի սրտառուչ խոսքը մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին դարձավ հանրապետական մեդիայի շաբաթօրյա լրահոսի գլխավոր կողմնորոշիչը։ Լրատվականների ուշադրությունը գրավեց Գյումրին։ Հանրապետության երկրորդ քաղաքը նշում էր իր օրը։ Առավոտյան մարդաշատ էր հատկապես հայրաքաղաքի Հասմիկ Կիրակոսյան 34 հասցեն։ Այստեղ մեր ձևով ժողովրդական շարժումը բացեց առաջին մարզային գրասենյակը։ Պես ասում են իգործ։ Կարևորը որ փակ կաբինետներ չեն, բոլորը միայնայն համաձայն են այս շարժմանը մեր ձևով, որովհետև կա մեջները խելացիություն, կա մեջները ճիշտ իմաստուն մարդիկ, որոնք կարողանան մեր ժողովրդին որի։ Շատ կարևոր է ու բրավո, որ մեզ այս գրասենյակը բացեցին։ Շարժումը պետք է ուղի անցնի, հետո արդեն քաղաքական միավոր ստեղծելու մասին խոսեք։ Մենք կարծում ենք, որ հունվարին արդեն կարող ենք քաղաքական միավորի մասին պրոցեսները սկսել, իսկ շարժման ուղին մենք հետագայում կներկայացնենք, թե ինչ է կատարվել այս մեկ ամսվա ընթացքում եւ ինչ աշխատանքներ են կատարվել շարժման անդամների եւ հազարավոր կամավորների շնորհիվ մեր երկրում։ Գրասենյակն այսօրվանից բաց է բոլորի համար, պատրաստ լսելու առաջարկներ, թե ինչպես անել, որ Գյումրին նոր վերածնունդ ապրի։ Մեր ձևով շարժման հիմնադիր Սամվել Կարապետյանի ծրագրերի մասին մի քանի տասնամյակ է խոսում են Գյումրիում։ Դրանք շարունակվում են նաև հենց հիմա, երբ ազգային բարերարը անազատության մեջ է արդեն 110 օրից ավելի։ Վառեմ Մարեմի շենքն է, որ փլուզումից փրկել է Տաշիր բարեգործական հիմնադրամը եւ հիմա երկրորդ կյանք է տալիս քաղաքի այցեքարտերից մեկին։ Ինչպես դա արեց 2019-ին, վերակառուցեց ու գյումրեցիներին նվիրեց Սիրեմ Գ պուրակը։ Նախատեսում ենք վադագույն դեպքում 24 ամսում ամբողջական արդեն վերանորոգված վիճակով բացել դռները։ Գյումրին պետք է տոնի քաղաքի օրը, այսպես մեր ձևով շարժումը եւ Տաշիր բարեգործական հիմնադրամն արձագանքեցին լուրին, որ հանրապետության երկրորդ քաղաքի բյուջեն առաջնահերթ ծախսեր ունի, իսկ կառավարությունից հավելյալ ոչինչ չի ստացել ու ստիպված է հրաժարվել քաղաքի օրը նշելու մտքից։ Սամվել Կարապետյանի որոշմամբ շաբաթ երեկոյան գյումրեցիները Հայաստանի մյուս քաղաքների բնակիչների նման նույնպես նշեցին քաղաքի օրը մեծ, շատ մեծ համերգով։ Շատ միջավայր ուրախ տրամադրություն։ Մերսի կազմակերպիչների։ Յուրահատուկ օր է։ Չեմ փոշմանում, որ եկել եմ։ Կարծիքով ցանկացած քաղաքի համար շատ կարևոր է քաղաքի օրը նշելը։ Եվ այս տոնախմբությունը հաստատ բոլորիս մտքում կմնա։ Շատ վառ հիշողություն մեր քաղաքի համար նույնպես։ Կարելի է առանց ասել, որ ամբողջ գյումրեցիները միավորվել են եւ այս տոնը միասին են նշում։ Շատ լավ է կազմակերպված, իրոք շատ կարևոր է, որովհետեւ Աշխարհում չգրված մի կանոն կա, այդ մասին բեմից հիշեցրեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Եթե ուզում ես ճանաչել այդ երկիրը, գնա երկրորդ քաղաք։ Վրացուն ճանաչելու համար պետք է գնալ անպայման Քութայիսի։ Ռուսին ճանաչելու համար պետք է գնալ Պետերբուրգ։ Ֆրանսիացուն ճանաչելու համար պետք է գնալ Մարսել։ Հային ճանաչելու համար պետք է գալ Գյումրի, Ալեքսանդրապոլ, Կումայրի, Լենինական, Որիսկական, հայկական ակունքներին մոտ լինեք։ Քաղաքի օրը Ղուկասյանը կիսած սրտով է նշում, քանի որ ծնունդով Գյումրիից երկու արքեպիսկոպոսները Միքայել եւ Բագրատ սրբազանները կալանավորված են։ Ամոթ ձեզ ու ամոթ ձեզ։ 65 տարեկան եմ, բայց չեմ տեսել, որ եպիսկոպոս կամ հոգևորական ուրեմն ակսորեն։ Անսպասելի ավարտվեց Վարդան Ղուկասյանի ելույթը։ Գյումրու քաղաքապետը սկսեց երգել։ Ես արամն եմ, քաչարամ, ինձ տանում է կախաղանից իդգորան, գեցե անկախ Հայաստան։ Թող այս համերգը դառնա խոստում, որ մենք չենք թողնի Գյումրին մոռացվի եւ անտարբերությունը հաղթի։ Այս խոսքերով բեմից իր համակարգացիներին դիմեց մեր ձևով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Սիրելի գյումրեցիներ, մեր ճակատագիրը մեր ձեռքերում է։ Եթե մենք միասին լինենք, ոչ մեկ չի կարող էս կոտրել։ Ուրեմն եկեք նոր
ամեն օր գործենք ու պայքարենք, որ Գյումրին նորից դառնա Հայաստանի մշակութային, սպորտային, կրթական ու տուրիզմի մայրաքաղաքը։ Ես հավատում եմ, որ դա հնարավոր է։ Հանուն Գյումրիի, հանուն հայոց ազգի եւ հանուն Հայաստանի Հանրապետության։ Վարդանանց հրապարակի համերգն անցավ մի շնչով 30,000 հանդիսատեսի մասնակցությամբ։